Բարեկամներ, մենք շարունակում ենք մեր քննարկումները 4-րդ հանրապետություն ոդքասթի շրջանակում եւ այսօր իմ հյուրը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։ Ողջույն Անահիտ։ Բարև Թագուհի ջան։ Գիտես, մենք առաջին ինչ ենք փորձարկում մեր հյուրերի հետ հենց գալիս են մեր տաղավար իրենց գովազդանելու հմտություններ։ Հիմա դու պետքա խրախուսես մեզ դիտողներին բաժանորդագրվել, լայքել, մեկնաբանել այս տեսանյութը եւ Civic-ի YouTube-յան եւ Facebook-յան էջերը։ Սիրելի լսող, եթե ուզում ես բազմակարծության ունենալ տեսակետներ, լսել սկզբունքային մոտեցումներ, բաժանորդագրվիր Civic-ին, լայքիր եւ բովանդակալից լավ նյութեր տես օրվա լրահոսում։ Եվ իհարկե մեկնաբանիր, մենք կպատասխանենք արձագանքենք, ես ձեր մեկնաբանությունները սիրելի դիտողներ ուղարկում եմ մեր հյուրերին ուշադրություն եմ հրավիրում, ասում եմ առիթի դեպքում արձագանքեմ, որովհետև մեր խոսակցություններից հարցեր կարող են առաջանալ, որոնց պատասխանները ընդհանրապես մեր մտքով չի անցնում որ տանք, դրա համար փորձում ենք ինտերակտիվ լինել, հույս ունեմ դու նույնպես կարձագանքես, եթե կարևոր հարցեր լինեն, իսկ քո ոլորտում շատ հարցեր կան։ Բոլոր հարցերն էլ կարևոր են, բոլորին էլ կարձագանքենք։ Հիմնականում իրական մեծ խրախուսական մեկնաբանություններ են գրում եւ նաեւ առաջարկներ քննարկումների, իհարկե այն ոլորտը, որ դու ներկայացնում ես ամենահետաքրքիր ոլորտներից է մարդկանց, որտեղ բոլոր մարդկանց է առնչվում, բայց ես կուզեմ մինչեւ առողջապահությանը անդրադառնալ մի քանի ավելի ոչ ոլորտային թեմաների անդրադառնալ, որտեղ ոլորտներ, որտեղ դու հայտնվում ես ժամանակ առ ժամանակ ու այս ամենավերջի ամենաթարմ բանը մի քանի օր առաջ նյուզը քեզ քո Պապիկյանի զրույցներ հրապարակել, այդ շատ մենք ընթացիկ լուրերի աշխատում ենք չանդրադառնալ, բայց սա որ համակարգային, հա, որպես երևույթ ուզում եմ սրա մասին խոսել, շատ մեծ տարածում գտավ, շատ արձագանք գտավ, որ երկու ворթիներին բանակ ուղարկած Անահիտ Ավանեսյանը, նախարարն էլ չէ, Անահիտ Ավանեսյանը խոսում է պաշտպանության նախարարի հետ, ինչ էր խոսում Պապիկյանի հետ սկսեմ նրանից։ Ինչ որ մի տրիվիալ բան էինք քննարկում, կարևորը դա չի, բայց կարևորը այն է, որ չգիտես ինչի հետաքրքիր է, որ մեզ թիրախավորելու որպես թեմա անգամ դա է դարձել, ինչը տարօրինակ է եւ արձագանքնել դրան համարժեք պիտի լինի երևի թե ամեն անգամ մտածում ես արձագանքես թե չէ, բայց հասկանում ես, որ այո, պիտի արձագանքես շատ հաճախ։ Ես ճիշտ ասած չհասկացա տեղ մեղադրանք կար, խրախուսանք կար, հիացմունք կար, ինչ կար, որովհետև դե այդտեղ փաստը օգտագործելով նախ նվաստացման երանգ կար եւ կար երանգ, որ այդպես ես որպես մայր մոտեցել եմ Պապիկյանին, այնինչ ես այնտեղ կարծեմ որպես նախարար ես մտածում էի մի լուսանկարել նկարեին ինձ ու պարոն Թորոսյանին, որովհետև ունեմ թոշակառու մայր եւ գրեին թոշակառու մայր ունեցող Ավանեսյանը նստած է Թորոսյանի կողքը կամ նման մի, չգիտեմ։ Ես նախ այդ որ ասացի ամենակարևորը սա է, ամենակարևորը նա է, դրա հետ չեմ համաձայնի, ամենակարևորը որդիներն են, ո՞նց են։ Փառք Աստծո, որդիներս լավ են, ծառայում են, մեծս արդեն 1.5 տարուց ավել, փոքրը զորակոչվել է մի քանի օր առաջ եւ այդպես։ Այդ որպես զինվորի մայր ո՞նց է։ Ես հիշում եմ, որ իմ մաման երբ որ իմ եղբայրներ ծառայում, դից ամենօրյա լարման, սպասման զգացողության մեջ էր ու ես էլ իհարկե, որ ես իմ կյանքում ոչ մի բանի կապակցությամբ այդքան լարված չեմ զգացել, պերմանենտ լարվածություն նկատի ունեմ, ինչքան եղբորս ծառայության ու պատերազմի ժամանակ, երբ որ էլի եղբայրս ու հայրիկն են տեղային ու այդ լարումը ես ոչ մի բանի հետ չեմ կարող համեմատել, էլ սպասումը, նույնիսկ երբ որ հանգիստ է, հա, այս պահին խաղաղություն կա, ես կարծում եմ այդ սպասումը պետքա բանան։ Այո, շատ մեծ է լարվածությունը եւ շատ ճիշտ բառ օգտագործեցիր պերմանենտ։ Այնպեսի տպավորություն է, որ անընդհատ մտքումդ, սրտումդ մի հատ կարմիր, այսպես թարթող լամպ կա, որը անգամ եթե այլ բանի է քո ուշադրությունը ուղված, միևնույն է քո նյարդային համակարգի եւ սրտիդ մեծ մասը այդ կողմն է ուղված։ Իհարկե կոնտեքստները շատ տարբեր են Թագոյի, երբ որ մեծիս էի ճանապարհում
նաև շատ անհանգստություն կար անվտանգության առումով եւ ըստ էության մինչեւ օգոստոսի 8-ը ես կարող եմ ասել, որ քնել բառը չի եղել գրեթե, որովհետեւ այդ 15 րոպեն մեկ վեր թռնել, տեսնել, որ հեռախոսի վրա որևէ հեռախոսին հետևել դա որևէ հաղորդագրություն չկա, նորից քնել, էլի 15 րոպե հետո վեր թռնել եւ մի քանի ամիս է, որ այդ տագնապը կարծես վերածվել է ավելի զգում ես, ասենք օգոստոսի 9-ին քնել ես հանգիստ։ Ես ասում եմ, այո։ Ես այդ մասին նաև գրել էի, կիսվել էի, որովհետև դա լրիվ այլ իրականության մեջ հայտնվելու պես մի բան է, որ ասում եմ, գուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց այդ պահն է 3-րդ 4-րդ հանրապետության անցումը առօրեականության վրա։ Այո, այդ իմ կյանքն է, այդ ամենօրյա քո կյանքն է, երբ որ դու, այո, պարտքն է, որ 18 տարեկան լրանալուց հետո, այո, պիտի գնա ծառայելու, բայց միևնույնն է, որպես մայր, որպես ծնող դու կենթանական վախ ես զգում ամեն րոպե, որտեվ չգիտես ինչպես կդասավորվի այդ օրը, այդ ժամը։ Իսկ հիմա այո, էլի լարված ես, որովհետև նախ դժվար է որպես ծնող, երբ որ գալիս է երեխայից բաժանվելու արդեն երիտասարդ անձի հետ ունենալու այդ տնից գնալու պահը, բայց երբեք չես համեմատի։ Իմ մաման միջև մեն զանգում հարցում է հաց կերել եմ եւ տակ հագնվել եմ արդյոք թե ոչ, չնայած ես բանակում չեմ։ Իմ աղջիկը բանակում չի, միևնույնն է, ես զանգում հարցնում եմ։ Այսինքն ես մի ընկեր ունեմ, ինքը ասում է մայրությունը մի բան է, որ մի անգամ սկսում է եւ այլևս երբեք չի վերջանում։ Բայց ինքնազսպման մեխանիզմները իհարկե սերնդեսերունդ փոխվում են, որովհետեւ մեր երեխեքներն են փոխվում, այո, բայց իհարկե պիտի ասեմ, որ խաղաղության պահը ուզում եմ ընդգծեմ, որովհետև նորից եմ կրկնում։ Սա լրիվ մի ուրիշ կոնտեքստ է, լրիվ մի ուրիշ իրականություն է, որտեղ տղան գնում է ծառայելու։ Հաջորդը ուզում եմ ասել, որ մի քանի օր առաջ քննարկում էինք Լևոնի հետ հեռախոսով, ասում էր, որ իր ծառայության ընթացքում էլ այն փոփոխությունների ինչ որ նկատում է ինքը վերապրում է ու սկսած կենցաղային պայմաններից, փոխհարաբերություններից, կանոնակարգային փոփոխություններից, բովանդակության փոփոխությունից ահռելի է այն ինչ որ 1.5 տարի առաջ էր, այն ինչ որ այսօր է, ու եթե այս ընթացքով գնանք, ես կարծում եմ, որ բանակը դառնալու է մարդու համար նաև նոր հնարավորությունների տեղ, անձնական աճի, կրթական, իր պոտենցիալը բացահայտելու, ընկերներ եւ այդ համացանց ունենալու տարբեր խավերից, տարբեր մարզերից, տարբեր շերտերից երեխեքի հետ, այդ շատ կարեւոր է։ Հարստությունն է իրական շփումները, ինչքան շատ մարդկանց ճանաչեց, այնքան հետագայում քեզ ավելի հարմար ես զգում ես աշխարհում, որովհետեւ շատ մարդկանց ես ճանաչում եւ բանակը տենց միջավայր հնարավորություն տալիս է մարդկանց։ Ես մտածում եմ այն մասին, որ դե բնականաբար Հայաստանում ավանդույթ է եղել, որ բարձրաստիճան պետական պաշտոնյաների երեխաներ պիտի չծառայեն եւ դա լավ ծնող լինելու ցուցիչ է եղել եւ ընդհակառակը պիտի ծառայեն մարդիկ, որոնց անունները ոչ ոք կամ շատ քչերը գիտեն, իրենց միջավայրում գիտեն, հա, ոչ հանրային մարդկանց երեխաները ու այդ առումով օրինակ ես այն միջավայրում որտեղ ես մեծացել եմ, ես չեմ հիշում մարդկանց ովքեր չեն ծառայել, ես Երևանում եմ իմացել որ բանը հետո ոնց գյուղից եկել եմ Երևան իմացել եմ որ դա ֆենոմեն կա որովհետեւ իմ ընտանիքի տղաները իմ մորակրոջ քերու հորեղբոր բոլոր տղաները ծառայել են գյուղում հարևանների երեխեք ծառայել են ընդ որում ես որ պատմում եմ ես հանգամանքը իմ գյուղում ապրելու շատ գյուղում ապրած լինել ծնված մեծացած լինելու որով ես իհարկե հպարտանում եմ շատ հաճախ մեդիան թիրախավորում է երբ որ ես ինչ որ քաղաքական ինչ-որ խոսք, տեքստ կամ ակտիվություն եմ ցուցաբերում, մարդիկ չգիտես ինչի, հիշում եմ, որ ես գյուղից եկել եւ ես ուզում եմ այս առիթը օգտագործել եւ գյուղում ապրող բոլոր մարդկանց եւ հատկապես աղջիկներին երիտասարդ ասել, որ նորմալ է գյուղից գալ եւ օրենսդրական նախաձեռնություններ գրել, լուրջ մի ընդունեք այդ թիրախավորող վերնագրերը, բայց վերադառնալով դրան ու ես քանի որ այդ մշակույթը կա, այնտենց ընկալում կա մարդիկ գիտեն դա, էլի մարդիկ բան չեն անում
չեն էլ թաքցնում։ Ոնց կարելի է դրանով թիրախավորել էլի մարդու, ոնց կարելի է թիրախավորել նրանով, որ այս դեպքում իմ ճանաչած մարդկանց պես նախարարների որդիներն էլ են գնծառայել։ Դրա մեջ ի՞նչն է թիրախավորելու։ Դե տես որ ամեն ինչ կարելի է դարձնել թիրախավորման առարկա եւ ես քեզ ասեմ, երբ որ Լևոնին էի ճանապարհում մեծից եւ ասում էի որ տղաս գնալու է բանակ, ես կարող եմ ասել որ 100 հայացքից 95-ը զարմացած, մի քիչ տարակուսած եւ մոտարապես sense բայց ինչ սենք ու հարցական որ հարցական եւ նաեւ ինչ որ առումով էլ թիրախավորող, որովհետեւ այն որ բադու մայր ես մոտավորապես այսինքն sense որ այդպես գնում է բանակ այո, գնում է բանակ։ Իսկ դե այդ մշակույթը իրականում վարչապետը սկսեց, երբ որ իր ընտրվելուց անմիջապես հետո Աշոտի ծառայելու տարիքներ, բայց դուք հիշեցիք Աշոտին ինչքան թիրախավորել, հենց այն կապակցությամբ, որ ինքը ծառայել է, որ չծառայեր կարող այդքան չթիրախավորել։ Ու մինչև հիմա թիրախավորում են, որ ծառայել է։ Հենց այդ առիթով էլի այդ կապակցությամբ ես չգիտեմ օրինակ ինչ են ուզում իրանք անեն, որ մնացած պաշտոնյաները կամ մնացած մարդիկ մտածեն, որ այնպես չծառայեն իրենց, որ այդ ծառայության նկատմամբ հակակրանք փորձում առաջացնել։ Գիտես, դա էլ է մեր շատ այսպես ծուռ հայելիների մի հատ իրականություն կար եւ դեռ ինչ որ չափով կա։ Դանդաղափոխվում, որը փոխվում է շատ մեծ տեմպերով։ Թիրախավորել եւ մի տեսակ sense բանից վերևից նայել ծառայողին բանակ ուղարկողի ընտանիքին տաղանդավոր են նրանք ովքեր կարողացեն փախցնել, հա։ Այո, որովհետև իրենք կարողացել են դա անեն, որ իրանց երեխան չի ծառայել։ Այո, իրանք շրջահայաց են, իրանք ունակ են, իրենք կապերով են, իրենք, չգիտեմ, դիրք ունեն, փող ունեն եւ այլն եւ այլն։ Իսկ այն որ դա չի արել, այսպես էլի, տենց երկրորդ սորտի այդ ընթացքում պաթոսախեղտ կենաց ասել, զինվորի կենացը խմել, ով որ սահմանին կանգնած է, հաջորդ վարքյանին թիրախավորել զինվորի մորը, թքել մրել։ Այդպես դեմքով հիշեցի, որ իրենք իրենց երեխաները չեն ծառայել, բայց իրենք ասենք քո այդ բանի դեպքի։ Այո, եւ այդ շատ տենց մի, չգիտեմ, բույլ է էլի։ Ոնց համատեղում է շատ էկլեկտիկ մարդիկ են իրենց այդ մի քանի Այո, գիտես, երբ որ պետք կա իրական մարդ, մայր, ով որ ում տղան ծառայում է, իրական մարդուն թիրախավորել, վիրավորել, հեգնել, բայց հիպոթետիկ ինչ որ մի կերպար մոր դրա կենացը խմել։ Այդ որտեղ իրականում չեն տեսել այդ զինվորի մայրը շատ վերացական հասկացություն է էլի, որ մոտիկից տեսնեն կարող է մանավանդ եթե մի քիչ է քաղաքական հայացքներին ծանոթանան, կարող է սկսեն այդ արշավել։ Ընդ որում այդ առթով բան չկա էլի, սահման արգելք, բան չկա, մարդկանց զոհվածի ծնող լինի զինվորից Եթե զոհվածի ծնողնել կամ զինվորի մայրն էլ քաղաքական առումով չի տեղավորվում այն կերպարի մեջ, որը որ գծվել է իր համար, ապա նա արդեն վերջ, այդ բանը կորցնում է, անձնական մխելիության պատնեշը կորում, ապա նրան կարելի է վերաբերվել, չգիտեմ, շատ վատ ձևով։ Այդ պատրաստի պիտակները կան, որոնք այդտեղ չի վերարտադրի, բայց բոլորի համար հատուկ բաներ կան, էլի պիտակներ, ով իրանց քաղաքական հայացքների շրջանակում չի տեղավորվում, եթե իրակարգավիճակին ինչ բանկ պետքա տալ էլի, ասենք եթե օրինակ մարդը Ղարաբաղցի է, բայց քաղաքականապես անդիմադիր չի, ինչ կարելի է ասել, եթե մարդը զոհվածի ծնող է, բայց ցավալի է, բայց կամ եթե պատերազմի մասնակից է, բայց քաղաքականապես այդ գծի մեջ չի, ինչ կարելի։ Բոլորի համար սա առանձին կանել է այդ բառերը պատրաստի, այլ ջանքել չեն գործադրում, ինչ որ երևի բան մարքետոլոգիա են խնդրել այդ պիտակները պատրաստել։ Երբ որ այս ընթացքում խոսում ենք ծառայելու չծառայելու մասին, ես էլի օրվա լրահոսի տրամաբանությամբ պետք է մի բան ասեմ, երբի երեկեր այսօր էր, որ աչքոս ընկավ, որ մեր ձևով շարժման համակարգող, ավագաքաղաքական կամավորական շարժման համակարգող Նարեկ Կարապետյան պատմեր, որ ինքը երբ որ 28 տարեկան է եղել եւ մեկից ավելի երեխաներ է ունեցել, դիմել է, որ իրեն տանեն բանակ ու չեն տարել։
Քո կարծիքով ինչի չեն տանում բանակ 28 տարեկան մեկից ավելի երեխա ունեցող տղամարդկանց։ Դե ես կարծում եմ, որ չպետք է սպասեր մինչև 28 տարեկան։ Նախ նարեկի առումով։ Ես ունեմ այս հարցից ամբողջ կոնտեքստը հասկացա։ 28 տարեկան, այո, 18 տարեկանից սկսած նա հնարավորություն ուներ գնալու։ Գնացքը բացա։ Այո։ Եվ գիտես նաև այս մասով թե ծառայության բովանդակությունը եւ մեկից ավել երեխա ունեցող կամ այլ ունենք նաև այնպիսի դեպքեր, երբ մարդը առողջական ինչ որ խնդիրներ ունի, ըստ էության նրան զորակոչելու հնարավորությունը շատ սահմանափակ է, բայց անձը ուզում է ծառայել։ Մենք այս մասերով իհարկե Պաշտպանության նախարարության հետ շարունակում ենք աշխատելու, որովհետև ծառայության բովանդակությունն էլ է փոխվում հիմա, մենք շատ սահմանափակ ենք պատկերացնում նաև այդ այլ ընտրանքային ծառայության մասին է խոսքը, ինչ որ դու ասում ես, բայց իրականում այս կապակցությամբ, այս մարդկանց կապակցությամբ էլի, որ երբ որ տեսնում ես, որ իրանց ընտանիքի բոլոր տղաները չեն ծառայել, դե Հայաստան ծառայությունն էլ մինչև 27 տարեկան է, չէ, 28-ում ոնց դիմել մի քիչ ուշացած է։ Ես վստահ եմ էլի բոլոր տղաների ընտանիքների անդամները գիտեն, թե որ դեպքում կարան ազատվեն բանակից եւ գիտեն, որ այս պայմանների բավարարում է։ Դա գիտեք բանը։ Եվ այդ մանիպուլյացիան եւ ճիշտ ասած մանիպուլյացիա եւ սուտ է եւ ինչպես հասկացա մենակ նա չէ։ Հայաստան բոլորը ապրում են, չէ՞, Հայաստան կանոնները բոլորը գիտեն, ում համար է դա անում էլի։ Դա չի էություն է։ Պետք է նշենք, որ մանիպուլյացիաները անկախ նրանից թե ինչ արձագանք կունենան, դրանք անընդհատ են ամեն օր են օրվա մեջ չափաբաժին կա, ստի, կեղծիքի, պոպուլիզմի, մանիպուլյացիա եւ այսպես ավելանալու է, որովհետեւ մարդիկ են արդեն ոնց որ ինչ որ մի դոզայի սովորում, իրանք դոզան ավելացնում են, ու այսպես։ Հետո գիտեք մի բան էլ կա, ինչքան սուտը եւ մանիպուլյացիան անհավանական են, այդքան ավելի հեշտ են բան լինում, շրջանառվում, արձագանք գտնում, շատերի մոտ նաեւ ինչի մոտ, չէ, որ հավատում են մարդիկ։ Հա, ես այդ հավատալու մասին կուզեի մի քիչ ավելի լավ վերլուծություն ունենալ, որովհետև իմ տպավորությամբ մարդիկ շատ թերահավատ են դարձել լրահոսի լրատվության նկատմամբ, եւ դա մի կողմից լավ է, որովհետև իմունիտետն է բարձրացել, մյուս կողմից վատ է, որովհետև լրատվության նկատմամբ այդ թերահավատությունը, չգիտեմ, էլի մինչև ուր կարա հասնի ու այս որ առողջապահության հետ կապված բան էիր ասում, այս անցնենք շրջանցենք այս թեման հասկանալ պատճառները, չգիտեմ, եթե մեկնաբանել բանն ես, այսօր պարզեցի, որ Սամվել Կարապետյանի եւ Կարեն Կարապետյանի որդիներից որևէ մեկը երբևէ չի ծառայել, այն մեկն էլ չի ներկայանում, ամենակրտսերը կարծես որի տարիքն է, չի ներկայանում, ես եւ կարծում եմ հրաշալի առիթ է այս բանը բացը լրացնելու, հորդորում ենք։ Բայց չգիտես ինչի չեն թիրախավորվել, չէ՞, այդ նույն կայքերի կողմից, որովհետեւ թիրախավորող կայքերի թեման չի։ Որովհետեւ թիրախավորման բանը չկա, պատվիրատուն երևի թե չկա, չգիտեմ։ Հա, դե բնականաբար իրանք իրանց ոչային թիրախավորելու եւ երբ առողջապահական հարցերի մասին էր խոսում, իհարկե ես ուզում եմ ասել, որ շատ օբյեկտիվ հանգամանքներ կան եւ նորմալ է երևի, որ ինչ որ տիպի խմբի մարդկանց պարագայում չծառայեն առաջին հերթին առողջական, մանավանդ երբ որ ծառայությունը շատ միատեսակ է, ես օրինակ մի քանի տարբեր երկրների փորձեր եմ ուսումնասիրել, երկրներ կան, որ բոլոր բացի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանցից բոլոր մարդիկ ծառայում են ինչ որ կերպ, ծառայում են բանակին։ Չգիտեմ, մեկը կիբերանվտանգության բաժնում, մյուսը ինչ որ հաշվապահության բաժնում, այսինքն բազմազանեցնում են այդ ծառայության հնարավորությունները, իսկ մեր մոտ չկա, մեր մոտ ամեն ինչ այդ բանի վրա է, 4 ծառայության վրա է եւ բանով կանոնակարգով ֆիզիկական է շատ ծառայությունը, դրա համար այդպես չի լինում ու հետաքրքիր է, որ այդ առողջապահական թեմայով են շատ տղաներ տարիների վեր ազատվել բանակից, բայց միշտ չի, հա, որ այդ խնդիրները ճշգրիտ նկարագրվել են եւ հակառակը։ Ես վերջերս որն է մի տարի նույնիսկ առաջ տարի ու կես առաջ պարոն Չարչյանի ժամանակի մեր գործընկեր մի հարցազրույց էին նայում, ինքը պատմել որ երբ որ ինքն էր այդ հանձնաժողովի անդամ ու երբ որ տղաները առողջական խնդիրներ ունեին ու ինքը գրում էր դրա հիման վրա ազատում էին, ասում էին չէին հավատում, ասում այդ տղաները շնորհակալություն էին հայտնում, չէին հավատում, որ ասենք ուղղակի իրանք հիվանդ են եղել ու ես գրել եմ։
եւ ոչ մի բան կաշառք չեն վերցրեցել նկարագրում այդ մարդը պատմում այդ ժամանակի իրողությունը սխրանք ա եղել ինձ է ասում ու ինքը պատմա որ ինքը ես հավատում եմ գիտես որ ինքը կարա անաչար տեսնի որ խոսքի մարդը չի կարող ծառայել հիվանդությամբ չգիտեմ սիրտի հիվանդ է չի կարող ծառայել գրում է սիրտի հիվանդ է եւ ոչ մի կաշառք չի վերցնում ես հավատում եմ նրանց բայց որ ինքը դա պատմա որպես բացառություն ու հանգիստ պատմում է որ դա մի բացառիկ ներկայացուցիչ էր ինքը այդ հանձնաժողովում Հա, եւ իրողությունները այդպիսին էին ըստ էության տարիներով հենց լուրջ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդները անկախ իրենց վիճակից շատ ուղիղ կերպով զորակոչվել են եւ շատ մեծ խնդիրներ եղել են սա ընդհանուր առմամբ այս առողջական հարցերով գիտեք ազատման process-ը թե օբյեկտիվ թե սուբյեկտիվ հատված ունի ինչքան էլ փորձում ենք հիմա էլ մի փոքր այն կողմն է որ շատ մեծ զգուշություն կա այսինքն եւ բժշկական հանձնաժողովները շատ ավելի մանրակրկիտ են հետազոտում եւ փորձում են բացառել բոլոր այն ուրեմն հիվանդություններն ու վիճակները, որոնք որ կարող է հետագայում ինչ որ խնդրահարույց լինել։ Իհարկե մեր նպատակը պահպանելն ու պաշտպանելն է առողջությունը, այստեղ միտք չի կարող լինել երկու միտք։ Բայց իհարկե չարաշահումներ էլ կան եւ պիտի հասկանանք որ առողջական մարդու վիճակը նաեւ փաստացի փոփոխական է եւ շատ դեպքերում ներազդվող է այսինքն մարդը իրեն նաեւ կարող է հասցնել ժամանակի մի ինչ որ հատվածում այնպիսի վիճակի որ արցանագրված ցուցանիշները ընկնեն արդեն այն սանդղակում Դե այդ պարագայում մենք նորից մոնիտորինգ ենք անում եւ այլն, բայց պիտի ասեմ, որ այդ դեպքերն էլ կա։ Ունենք երբ որ լեղապարկը հեռացնում են մինչև զորակոչման գնալը, միայն այն պատճառով, որպեսզի հետո դա դառնա հիմք չծառայելու։ Եվ այստեղ պիտի ասեմ, այո, Հայաստանը խաղաղ երկիր չի եղել եւ տղաներին բանակ ուղարկելը հեշտ որոշում չի եղել բայց ես ուզում եմ որ այսօր մենք մեր մտայնությունը փոխենք ես ընդհանուր առմամբ շատ փակ եմ չեմ էլ սիրում խոսել իմ երեխաների մասին բայց ես հասկանում եմ նաեւ որ երբ որ կիսվում ես երբ որ մարդիկ տեսնում են որ այդ վախը հաղթահարում է մեկը մի ուրիշը դա նաև ինչ որ ազդանշան է որ այսօր մանավանդ չի կարելի խեղել երիտասարդի կյանքը նրան ի սկզբանե իր կյանքի այդ կարևոր խաչմերուկում դնել կեղծիքի ընթացքի մեջ դա ճիշտ չի անդրադառնում հետո տղաների վրա այսօր խաղաղության պայմաններում ես վստահ եմ որ այդ դժվարությունների հաղթահարումը մենակ ուժեղացնելու մենակ մեր երիտասարդներին ի օգուտ լինելու հեշտ չի բայց ի օգուտ լինելու Դե մեր վարած քաղաքականությունների եւ մեր երկրի վիճակի ամենալավ ցուցիչը երևի սովորական մարդկանց սովորական արձագանքներն են նկատի ունեմ նրանք ովքեր քաղաքականացված չեն եթերներում չեն հրապարակներում չեն ցույցերի չեն նյուզ մեյքերներ չեն Ես մի տես տղայի էի ճանաչում 19 արդեն լրացած ով Ռուսաստան քաղաքացի էր բայց երբեք երևի Ռուսաստան չէ եղել կամ ծնվել էր չէր հիշում երբ էր եղել Ռուսաստանում ու ուրիշ թեմայով իր հետ խոսելիս ինքը ասաց որ ուզում է փոխի քաղաքացիությունը եւ գնա բանակ որովհետեւ Հայաստան նախ այդ ընթացքում հա 2 տարի առաջվա մասն եմ ասում ապահով չէր զգում իրեն Ռուսաստան քաղաքացի որպես եւ երկրորդը նախ չէր կարող ճամփորդեր Եվրոպա գնար ինչ որ դրսի երկրներ որոնք Ռուսաստան քաղաքացիների հետ խնդիր ունեն այնտեղ ինչ որ կրթական ծրագրերի կամավորական ծրագրի գիտես հիմա շատ տարածված է եւ երկրորդը նաեւ Հայաստանում ժամանակ կացության թուղթ էր հանում հա պատկերացնես ինքը ապրել է այստեղ ասենք մի
15-16 տարի, բայց ինքը շարունակում է ժամանակ վերագրանցվել որպես Հայաստան քաղաքացի։ Ես զգացի, թե ինչ մեծ բյուրոկրատական անհարմարություն է պատճառում մարդկանց, բայց միևնույնն է, շատ էին ժամանակին անում, այդ երկրորդ մեծ խումբն էր առողջականից հետո երկրորդ մեծ խումբը այդ մասով էր քաղաքացիությունը փոխելու դրամաբանությամբ էր, բայց ես տեսնում եմ, որ հիմա այդ մարդկանց հետ առանձին էլի ոնց որ իրենց պատմությունները լսել, զգում եմ, որ մտայնությունն է, որ մարդիկ ուզում են լինել Հայաստանի քաղաքացի, ու եթե մենք խաղաղության պայմանագիրը ստորագրենք ու ավերացնենք, ավելի մեծ թափով ես կարծում եմ, որ այդ քաղաքացիների թվի աճ ենք ունենալու, նկատի ունենալու այդ պատմությունները։ Հա, ու իզուր չի որ, տեսեք, վարչապետն էլ որ անընդհատ ընդգծում է, խաղաղության պահանջը ի վերջո մայրերն են դրել եւ դա դարձվել է քաղաքականություն եւ անշեղորեն պիտի պաշտպանենք այդ գիծը։ Ի վերջո Հայաստանի քաղաքացին ուզում է ապրի Հայաստանում եւ ուզում է լինի Հայաստանի քաղաքացի թե պարտականություններով, թե նաեւ իրավունքներով։ Եվ այդ խաղաղության պահանջը դնելով հենց այդ դրվում, որ ես վստահ եմ, այդ մտայնությունները կփոխվեն եւ խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ այսօր արդեն իսկ չկա մի հավաքույթ, որտեղ այդ չհնչի այդ միտքը, որ մենակ թե խաղաղություն, մնացած ամեն ինչ պատերազմի ժամանակ ամենաշատ հնչում իհարկե խաղաղության կենացը եւ ես կարծում եմ, որ այդ կենացը շատ տարտիական եղել կոնֆլիկտի ամբողջ ընթացքում, բայց թե ինչ որոշումներ են կայացնում այդ կենացը իրականություն դարձնելու համար, ես ոնց որ արժելի վերադառնալ նայել, որովհետև վստահ եմ քաղաքական գործիչները, քաղաքական առաջնորդները նույնպես իրանց հավաքույթների խաղաղության կենացը խմել են, բայց իրանց որոշումները արդյոք բխել են այդ տրամաբանությունից կդժվարանամ ասել, նու չեմ դժվարակ ասել։ Կենացը խմել են, կենացը խմում են նաև տասնյակ տարիներով Հայաստանում չապրող քաղաքացիները, ովքեր որ գնացել են հենց գուցե նաև այս պատճառներով։ Կենացը խմելը հեշտ է, բայց նաև որոշումներ կայացնելուց էլ դու կայացնում ես որոշումները լրիվ այլ կերպ, երբ որ դու քեզ իսկապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով, պաշտոնավոր լինելով, այն քո որոշումները ինչ որ կայացնում ես, այդ քո ընտանիքի վրա են այդ որոշումները անդրադառնում։ Եվ իզուր չի, որ մեր քաղաքական թիմի որոշումներում դա արտացոլված է։ Մեր կենսական շահը, մեր երեխաների օրը այսօր ու ապագան Հայաստանում է։ Եվ մենք մեր որոշումները հենց այդ միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացու տեսանկյունից ենք կայացնում ու մեր համար ենք կայացնում, ոչ թե կայացնում ենք Հայաստանի համար որպես այդպիսին, բայց մենք այդ որոշումներից այնպես չի որ շատ մեր կյանքի վրա անդրադառնում են։ Մենք Ամերիկայում էլ օրինակ, Ռուսաստանում էլ կամ ԵՄ-ում էլ կարող ենք մեր երեխաների ապագան տեսնել, բանակում չծառայեն, դրսում սովորեն, հետո էլ գան այստեղ մեզ սովորացնեն, թե ինչը ոնց անել։ Սա շատ կարևոր է։ Դրա համար քաղաքական ուժը պետքա օրենքները մշակի, քաղաքականությունները մշակի այն տեսանկյունից, որ առաջինը ինքն է այդ օրենքի շահառուն։ Ես մտածում եմ այդ մասին եւ մի ամոթալի երևի վիճակագրություն ունենք, մենք ունեցենք պաշտպանության նախարարներ, ովքեր Հայաստան քաղաքացի չեն եղել, հետո է ապարզվել, այդ հնդած չգիտեմ հանրային իմացվել է թե չէ, բայց ժամանակի ընթացքում պարզվել է ու դա երևի այդ մեր երկրի որոշումներ կայացնողների մասին ամենալավ ցուցիչն է, էլի որ կարա պաշտպանության նախարար լինի, ով որ պատերազմի եւ խաղաղության վերաբերյալ եւ հատկապես պատերազմի վերաբերյալ որոշումներ կայացնող է, պաշտոն է, բայց ինքը չի կրում դրա ոչ լավ, ոչ վատ հետևանքներ, լավը գուցե կրում, չգիտեմ։ Որոշում է, որով ապրում են մյուսները, բայց ոչ ինքը։ Այդ բանը է, այդ կորպորացիա ղեկավարելի տրամաբանությամբ է, որով հիմա ոնց որ ժամանակ ուզում են ցույց տալ, որ կա տենց շանս Հայաստան որպես կորպորացիա դիտարկելը, բայց Հայաստանը իրական կենսա տարածք է, ոչ թե կորպորացիա, այդ
միտումը ես կարծում եմ այդ հարցը կարծում եմ փակված է Հայաստանի մարդկանց համար եւ մերժվել է Թագուի այդ հարցը եւ այդ մոտեցումը քաղաքական նոր չի ու Նարեկն էլ այսօր իր թեզերը այդ բան տնտեսական ինչ որ չգիտեմ ինչերի վերաբերյալ անհավանական ծրագրերի քանիցս արդեն խաղարկված եւ Քոչարյանին 2000-ական 90-ական թվականների շատ հին ավելի վատ խաղարկված թեզերն են այդ նույն որ Հայաստանը բանա այդպես կորպորացիա է ինքը քաղաքականության հետ կապ չունի քաղաքական կուսակցությունները տենց բան են էլի ինքը վերա քաղաքականությունից եւ Հայաստանի ժողովուրդը դա բազմիցս մերժել է եւ ասել է ոչ լսի դե Հայաստանի ժողովուրդը հիմա քաղաքական ժողովուրդ է դառնում ու ես գիտես ինչ եմ մտածում այդ որ դրսից մեկին բերենք մենք խելոք չենք մեր մեջից լավ մարդ ծնենք դրսից մեկին բերենք մեզ ղեկավարի այդ իրական բան է դա շատ վատ օրից բխած ձև է որովհետև մենք ունեցել ենք շատ այնպես փորձառություն ունեցել հա որ դրսից ինչ որ մեկը նշանակել է Հայաստանում բան ֆիլիալի ղեկավար ու Էտա որ երևի ժողովուրդը տենց շատ ուժեղ մերժում է, գուցե նաև բանով էլի չձևակերպված, որ ժողովրդյան ոնց որ մենք մեր ներսից կարանք լավ վատ մի բան ստեղծենք, հերիքա մեզ ներսից մարդ ուղարկեք ձեր ճաշակով մեզ կառավարելու։ Ու իմ կարծիքով շարունակելով միտքը երկու պատճառով նախ որովհետև ինքը իր պոտենցիալին հավատում է ժողովուրդը իսկապես հավատում է որ ինքը ունի այդ մտավոր մշակութային քաղաքական այո գուցե ամբողջովին չձևավորված բայց շանսի դեպքում ինքը ունի այդ պոտենցիալը ունի եւ երկրորդ ոնց որ ասում ես դաժան փորձը տեսել է իր պատմության ընթացքում որ չի օգնում այդ դրսից բերած անձը միշտ ավարտվում է ամենավատ սցենարով երբ 4 հանրապետությունն էլ հենց քաղաքական հասունության մասին է երբ որ պոտենցիալի նկատմամբ ոչ գերագնահատական, բայց նաև ունենում ես պատկերացում, որ պատասխանատվությունդ քո վրա է, դու պիտի որպես հասուն չափահաս քաղաքական միավոր առաջ գնաս։ Չափավին ես անընդհատ ուրիշ բաների։ Հայ երևի 21-ի ընտրությունները Հայաստանի պատմության ամենահետաքրքիր եւ ամենատարօրինակ բանն էին, այսօր խոսում էի այդ մասին մտածում էի, որ քաղաքագիտորեն ոչ կանխատեսելի են, ոչ էլ մեկնաբանելի, թե ինչի տենց որոշում կայացրին մարդիկ եւ ընդհանրապես ինչի էս կառավարություն տենց որոշում կայացրեց, ասեց ես գալիս եմ ոնց որ առաջիկա այդ 4 տարվա իշխանությունը թողած ասեց ես ոնց որ հրաժարվում եմ թող ժողովուրդը նորից ընտրություն կայացնի թե ինչի ժողովուրդը այդ ընտրությունը նորից այդպես կայացրեց բայց լիքը բաներ կան միջազգային վերլուծություններ այդ ժամանակաշրջանի որ չեն կարող բացատրել բայց երևի այն ինչ որ այն հարցերը ինչի մասին որ մենք խոսում ենք բացատրում է դա որովհետեւ օրինակ այդ բացատրությունը որ ընդունված է հայաստանյան ներքին կյանքում որպես բացատրություն որտեղ Քոչարյանին ադու ընտրեցին բևեռացվեց բանի ով Քոչարյանին չեր ուզում ընտրեց Նիկոլին ընտրեց դա լավ որակյալ բացատրություն չի ինքը կարող մասամբ եւ մի քանի հոգու դեպքում ճիշտ լինի էլի կամ մի քանի 100 հոգու դեպքում կարա ճիշտ լինի այդ տենց մեծ հաշվով այդ նման էր նրան որ թե ինչ տիպի ճանապարհ են ուզում անցնել մարդիկ այո բարդ որոշում էր հեշտ որոշում չէր բայց այդ շատ հետաքրքիր մի բան կա այդ ժողովուրդ իշխանություն հարաբերությունների մեջ ապավինել երբեմն առանց վերբալ փոխանակության այդ փոխվստահությունը եղավ որ ժողովուրդը նախ իմ կարծիքով շատ կարևոր հանգամանք էր որ տրվեց այդ հնարավորությունը ընտրություն անելու 21 թվականին եւ ժողովուրդն էլ իր հերթին շատ պարզ գնահատական տվեց եւ ծանր ընթացքը պատրաստ եղավ անցնելու բայց հավատաց որ դա է միակ ճանապարհը եւ հիմա այսօրը ցույց է տալիս որ այդ ընտրությունը ճիշտ էր որ մենք եկանք այս հանգրվանին որովհետեւ այդ ընտրությունը կարողացանք կայացնենք որովհետեւ մեզ իրական խաղաղության մանդատ պետք էր
Նաև պետք է այդ պատվերը լիներ քաղաքական։ Ես հիշում եմ, որ մոտավորապես 22 թվականների կողմը ես անդադար բան ունեի, վեճ ունեի մեր գործընկերների հետ, ես նկատի ունեմ բան էլի այդ ջերմուկի դաժան դժվար օրերը, որ բաներ էլի Հայաստանի սահմաններին շարունակում էր անկայուն լինել 21-22-23 հետընտրական շրջանում, ասում եմ մենք ոնց որ մեզ միակ պատվերը որ տվել են խաղաղությունն է, մենք գնացել ենք յուղեգյուղ, բակեբակ, մարդկանց ասել ենք խաղաղության օրակարգով են գալիս, ասել դե որ գալիս եք այս անգամ եկեք, եթե խաղաղության օրակարգով եք գալիս եկեք։ Մոտավորապես էս ա եղել մեր խոսակցություն, քաղաքական խոսակցություն մարդկանց հետ։ Իհարկե հիմա հետայաց այլ բաներում են, այլ խոսակցություններում են փորձում մեզ ներքաշել, բայց իրականում միակ երևի բանը, որ շատ կոնկրետ ա եղել այդ պայմանավորվածության մեջ, այդ ա եղել, ես էլ այն ժամանակ ասում եմ, որ ոնց որ չեն կարողանում էլի այդ մեր բանը ստանձնած մանդատը իրականացնել 22 թիվը նկատի ունեմ, որտեղ մեր միակ բանը որ կարելի էր անել այդ ժամանակ խաղաղություն ապահովելն էր, իսկ այդ պահին չէր ստացվում հասկանալի պատճառներով կարելի է հետ գնալ վերլուծել, բայց այն ինչ որ մենք հիմա ունենք, ես զգում եմ, որ մենք մեզ արված պատվերը կատարած ենք գնում հաջորդ փուլ։ Այո, վստահաբար։ Եվ նաև հաջորդիվ խաղաղության մեջ սովորել ապրել։ Դե սա բան է, ապացույց է, որ մենք մեզ արված պատվերները կատարում ենք։ Կատարում ենք։ Ես էլ եմ տեսնում, որ խաղաղությունը պիտի գանք նրան, որ այո ճանապարհը ոչ պատերազմից դեպի այսպես այլ իրականություն, որին սովորում ենք ապրել։ Մեր մտայնության փոփոխություն էլ է տեղի ունենում ամեն օր։ Լեզվամտածողության, գիտես հարցերին նայելու այդ ապագան մի քիչ ավելի երկարաժամկետ տեսնելու, զարգացման ձևի տեսնելու, ոչ թե անընդհատ ուղղակի կենթանի մնալու տեսանկյունից, այլ զարգացման, աճելու, հաղորդակցվելու, դժվար, բայց ստեղծելու մի միջավայր, որտեղ որ չգիտեմ, այսօր ասեցի արտառոց է ամեն ինչ, իհարկե ամեն ինչ արտառոց է։ Ես մի փորձագետ էի լսում, ասում էր Հայաստան պատրաստ է եղել պատերազմ մարտահրավերներին, բայց պատրաստ չի խաղաղության մարտահրավերներին։ Որը էլի մարտահրավերները։ Դա չի նշանակում, որ ասենք վերջացավ կյանքը եւ մենք այստեղ հենց հիմա այստեղ վերջացանք։ Սա նշանակում է, որ լրիվ ուրիշ բան է, պետք է այդ մարտահրավերներին ասենք, չգիտեմ, տնտեսական, մրցակցային եւ այլ մարտահրավերներին պատրաստ լինես։ Ու ես հիշեցի, որ օրեր առաջ, երբ շաբաթներ չեմ հիշի օրը, մի որոշ ժամանակ առաջ sense ասեմ Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտպանության արտգործ նախարարը ասել էր որ ողջունում է խաղաղության օրակարգը ընտրություններ են Հայաստանում ժողովրդի աջակցում է գործող իրանց ստացած կամ չգիտեմ հանրային տվյալներին համապատասխան աջակցում է գործող կառավարությանը եւ ողջունում է աջակցում է այս մտայնությանը ու իհարկե ստեղից շատ տենց ագրեսիվ արձագանքներ եղան թե բա ինչի չեք արձագանքում կամ ինչ որ ուրիշ արձագանքներ կարելի է դրա մասին երկար խոսել բայց ես մտածում եմ որ մենք այսքան ժամանակ ըստ էության ասել ենք որ մենք ուզում ենք մեր հարևանները մեր մասին ագրեսիվ ռետորաբանություն չգործածեն լավ չի որ մեզ պատերազմել սկսում ենք լավ չի որ մեզ պատերազմով չեն սպառնում ասենք օրինակ կամ ինչ որ ավելի տենց դաժան բաներով էլի սպառնել իդեպ այդ խնդիրը մենք հիմա ունենք մեկ ուրիշ երկրի հետ այս դեպքում ավելի կոնկրետ կասեմ Ռուսաստանի որտեղից երկու առնվազն ոչ վերջին մարդիկ բայց ոչ պաշտոնյաներ այս վերջին շաբաթների ընթացքում հայտարարել են որ ագրեսիայի մասին հնարավոր Հայաստանի նկատմամբ ես կարծում եմ մեր առաքելությունն նաև դա մեղմելն է լինել ոչ թե դրան տրվելը բացարձակ այո եւ հենց այդ է սուբյեկտային այնպես ծայրահեղը մեզ ասում է ծայրահեղությունների մեջ ընկած մարդիկ ասում են սրա հետ սկսեք արճակատման գնաց դե գիտես հենց այդ է որ կարևոր չի ում հետ եւ բայց անընդհատ արճակատման մղելն է հենց դա է խնդրեմը երբ որ քո աշխարհընկալումը այնքան նեղանում է այո դու ամեն ինչ ընկալում ես որպես կռվի եւ ագրեսիայի աղբյուր եւ դրան արձագանքելու քո միակ ձևաչափը էլի ագրեսիան է ես կարծում եմ որ դա էլ պիտի սովորել բազմաշերտ
տեսնել իրականությունը, սև սպիտակ բոլորը միասին ոչ մեկ, այսինքն այս կատեգորիկ մահկամ ազատություն։ Այո, կատեգորիկ բաներից դուրս գալ, տեսնել տարբեր գույներ, շերտեր, տարբեր հոսքեր տեղեկատվական, հասկանալ ինչու է, այս որ եկել է տեղեկատվությունը, անգամ լավ տեղեկատվություն է, անգամ լավ խոսքը։ Ինչ է այս լավ տեղեկատվությունը, ինչու են մեր գլուխը շոյում, անգամ դա է պետք ճիշտ գնահատել, ոչ դրան տրվել, ոչ վատից խրտնել, այսինքն հենց քաղաքական հասունությունը դրա մեջ է, որ դու աշխարհը կարողանում ես կարդաս եւ տենց միանշանակ ամեն ինչը չես ընկալում, որ քեզ պուպուշ են անում լավ է, հենց ինչ որ մի ուղի խոսք են ասում վատ է, կամ այստեղ է, որ նաեւ քո որոշումների առումով դու անընդհատ չես տարուբերվում, որ եթե մենք խաղաղությունն է մեր ուղենիշը, մեր քաղաքականությունը, դա չի նշանակում, որ այլևս մեր նկատմամբ որևէ խոսքային կամ որևէ ագրեսիայի դրսևորում չի լինելու, բայց պետք է դրան տանել ոչ թե կոնֆլիկտայնացման ճանապարհով, այլ դա հենց քաղաքական իշխանության խնդիրն է, դա տանել լուծման, մեղման, դրանից նոր հնարավորության ստեղծման ճանապարհով, այդ է տարբերությունը։ Երկու հարևաններ, որ իրար հետ կռվում են, գիտես ամեն փոքր բանից անգամ լավ հարևանները կարան հասնեն մի այնպիսի իրավիճակի, որ ասես մի կաթիլ մեղր է լրիվ։ Հիմա ո՞րն է պատասխանատվությունը քաղաքական իշխանության, որ ինչ որ մի կետում կանգնել, ինչքան էլ բարդ է այդ կանգնելն էլ է բարդ։ Ամենաբարդը շատ բարդ է, որովհետև դեմ օրգանիզմը մարդը իր մտածողությունը շատ խնայողական միշտ ռեժիմի մեջ է։ Ինչ որ մի տրաֆարետ գծում է մտայնության, ու արդեն դա հեշտ է տրվում, ավտոմատ է տրվում։ Հետո դրանից դուրս գալ մեկ այլ վարքագծի ձևաչափ ընտրելը իրենից բարդություն է ներկայացնում, մտածելու տեղիք է տալիս։ Կտրուկ անցնեմ մի հատ ուրիշ թեմայի, Անահիտ, ինչ գոտի ես կապել։ Շատ պարզ, չեմ կարա հիմա անեմ նայեմ, չեմ հիշում։ Քո գոտիներ շատ պոպուլյար են հայկական մամուլում։ Հասկացել եմ եւ խոսք եմ տվել անգամ նվիրել, բայց դեռ հայտ չեն ներկայացրել։ Ինձ թվում է հիասթափվեցին, որ կելի չի եւ չգիտեմ էլի ինչ որ մի թանկարժեք։ Տիկին Ավանեսյան պատրաստ է իր գոտիները նվիրել, իդեպ կարակ տանեք, հետո ստուգեք ճիշտ է ասում, իր բրենդի մասին, թե չէ, շատ փորձագիտական թիրախավորման բանը։ Եթե փորձում ես ինչ որ պատշաճ տեսք ունենալ, դա էլ է թիրախավորման առարկա, եթե շատ են քո գոտիների մասին գրում, ընդդեմ ոչ մեկ անգամ էլի ես շատ եմ կարդա, թե ոչ միայն գոտիների, շարֆիկների, բաների, բայզակների եւ այլն։ Ինչի են քո հագուստը այդքան թիրախավորում լսի։ Դե գիտես, երևի նախարար կին այդ կերպարի մեջ էլի տրաֆարետային ինչ որ բաներ կան, որ դե բայց մերոնք սակայն բան են, շատ տարբեր են մեր բան դասական կերպարներից, մեր նկատի ունեմ կին գործիչները, բայց կամ գալիս այդպես կարող է արձագանքում ես վյուերը ավելանում է դրանից, հա։ Արձագանքում եմ երբեմն ու ճիշտ եմ անում արձագանքում եմ, որովհետև ես տեսնում եմ այսպիսի մի տենդենց։ Ինչ որ մի բան են ասում, կեղծ, հետո նորից են ասում, հետո դա մի այլ կոնտեքստում նորից կրկնում են, ու անընդհատ կրկնում են, ու հետո ես իմ անգամ ծանոթ ընկերներից ես հասկանում եմ, որ իրանք դա ընկալում են, երբ որ չես հերքում, դե մտածում են, հա, դե այ մարդ ինչ անենք, կարող է եւ ունենամ գոտի ու շատ լավ է, մի հատ գոտել կարող եմ ինձ թույլ տալ, դա չի խնդիրը։ Սա ավելի շատ կեղծիքի բանն է, էլի, հարցն է, որ անգամ կեղծիքը հերքելն են թիրախավորում ու ասում են բան ու գործ չունեք էլ ուրիշ։ Իրանք բան ու գործ չունեն ամեն օր կարողեն կեղծիք։ Այդ ճիշտ է իրական այդ բանը, որ իրանք փորձում են մեզ բան ու գործից գցել եւ կեղծիք հերքող բանի մեխանիզմի վերածել, որովհետեւ եթե օրինակ ամբողջ բոլոր կեղծիքները հերքես, բոլոր քո մասին լուրերը հերքես, երևի ուրիշ բան չես հասցնի անել, դրա համար ընտրողաբար պիտի մոտենաս, ո՞նց ես ընտրում։ Չգիտեմ ինչ որ բաներ կա, եկել մի կետին կպնում է ու ինչ որ արձագանքում է։ Եվ հետո մեկ անգամ իմ համար էլ այդքան չեմ անում։
Ընդհանրապես որպեսզի կանայք աղջիկները քաղաքականության մեջ չմտնեն, դա դրա համար էլ արվում։ Շատ հաճախ։ Դե օրինակ ես շատ հաճախ կարդում եմ, որ ես կին եմ։ Հա, բան ընդդիմադիր մեդիայում, որ կին պատգամավորը այսպեսի բան արեց, կին ԿՊԱ-ական այնպեսի բան արեց, օրինակ այդ շատ է շեշտում, ես չգիտեմ դա ինչից է, այս վերջերս նորից իմացա, որ կին եմ, բանի եկեղեցու բանի հուշարձանների հետ կապված օրենքի կապակցությամբ իմացել եմ, որ կին եմ, իմացել եմ, որ գյուղացի եմ, եւ իմացել եմ, որ քաղաքացիական ակտիվիստ եմ եղել։ Տեսօր, այդ բան միացյալ շատ բան եմ խոցված եմ ինձ զգում, բան ուզում եմ նախագիծս հետ կանչեմ ոնց կարար։ Այսինքն ես ճիշտ ասած մտածում եմ այդ մասին, որ երբ որ այդ սոցիալական ցակումը սերը ինչ որ քաղաքական ակտիվություն լավ բաներ են էլի իրականում նաև անկախ նրանից որտեղից է ցակում ինչ սեր է ոնց նորմալ է որ կրում ես այդ հատկությունները երբ որ թիրախավորում են ակնկալիքը որն է որ ասենք կնեղվեմ բան կանեմ մանդատս կդնեմ որտեղ կպարզեցի կին եմ չէ մանդատը երևի չես դնի որտեղ արդեն ճանապարհ ես անցել այնքան բաներ ինչ արձագանք են ինչ արդյունք են սպասում մարդիկ որոնք այդպես մտքեր են գեներացնում գիտես ի վերջո անընդհատ թիրախավորումը մարդուն ճնշում է եւ չի կարելի ասել որ դա չի ազդում երբ որ մարդու նկատմամբ անընդհատ բացասական էմոցիաներ արտահայտվում բայց ինչն է բացասական որ քո երեխեքը բանակում են ծառայում դրա ինչը կարող որ ինձ այնը բարակ է որ չգիտեմ եւ հազար ու մի բան ինչ հատկանիշներ օքեյ երբ որ ասում են ինքը կոռուպցիոներ է դա կարա բացասական լինի բայց ինչն է դրա բացասական էլի որ բացասականն է այնա որ գիտես երբեմն կարա բարերը վիրավորական չլինի բայց կոնտեքստը երանգը եւ այլն խայթող լինի ասում եմ արտաքինի վերաբերալ չգիտեմ վիրավորական բառերը թիրախավորումը եւ այլն մտածում ես լավ կարող է չարժի այդքան հա այդքան չարժի այդ ամեն ինչը մենք շատ էլ պետքա բանի մեջ ենք տրամադրված իսկ եթե մենք չէ ապա շատ աղջիկներ քաղաքական գործիչները բայց իմաստունի պետք է ավելի լավ չի գնամ մասնավոր հատվածում աշխատեմ հարգվածին ուժերից եմ շատ բան ստանում արձագանքներ այդ ընթացքում բանի օրենքների մշակման քվոտաների ավելացման իրանք ասում են որ քիչ չեն այն կանայք որոնք հետաքրքրված են քաղաքականությամբ բայց քիչ են նրանք ովքեր ուզում են հրապարակային խոսել քաղաքական հարցերի մասին եւ բնականաբար թիրախավորվել այդ մարդիկ քիչ են այսինքն պատրաստ չեն մարդկանց մեծ մաս կանանց մեծ մասը հատկապես ու այդ արդյունքը ես զգում եմ հա ուրիշների վրա ավելի շատ քան կա այդ արդյունքը կա ու ասում եմ դրա համար էլ ժամանակ առ ժամանակ պետք է անդրադառնալ այս թեմաներին եւ իրենց տեղը ցույց տալ եւ իհարկե պատմել մեր սեփական փորձառության մասին որտեղ ես կարծում եմ ավելի շատ այդ մարդկանց ովքեր կուզեին բայց կասկածում են վախենում են անհանգստություններ ունեն ավելի շատ ոչինչ չի կարող օգնել քան այն ինչ որ մենք կպատմենք մեր մասին մեր հետ տեղի ունեցածի կատարվողի մասին այո իհարկե փորձառությամբ կիսվելը թե դրական թե նաև իր բացասական առումներով միանշանակ ոգևորիչ է մյուսների համար որովհետև հուսադրող է եւ բացի դրանից մի բան կա որ անկախ նրանից կդրսևորվես թե չէ միևնույնն է ինչ որ առումներով թիրախավորվելու ես գյուղում էլ մնաս կթիրախավորվես չգիտեմ դա է ցավոք սրտի մարդկային էությունը եւ հասարակությունը մեր այդքան թիրախավորվելու երևի բաների վրա պետք է ուշադրություն դարձնել արժեքների վրա ինչի համար են մարդիկ թիրախավորում օքեյ եթե մարդ կոռուպցիոներ է թող մի քիչ էլ թիրախավորվի բայց դա թիրախավորում չի չէ թագուհի չէ նկատի ունեմ եթե հանրային մերժում կա օրինակ կան երկրներ, որտեղ բանակում ծառայելի պարտադիր է, ու բանակում չծառայած մարդիկ հանրայնորեն մերժված են, իրանց այդ գովազդային գործակալությունները պայմանագիր չեն կնքում, որ գովազդ անեն։ Այդ տիպի էլի արտիստի եթե կլինի, այսինքն գործատուն գործի չի վերցնում, եւ բայց օրենք չկա, որ չպիտի գործի վերցնես, մարդը ուղղակի այդպես հանրային բան ունի։ Մերժման մեխանիզմ ունի։ Հիմա ես ուզում եմ ասեմ կան բաներ, որոնք օրենքով կարող է պարտադիր չեն, օրինակ կոռուպցիայի թեման դու ասացիր որ գուցե այդքան էլ լավ օրինակ չի, բայց կան բաներ օրենքով պարտադրված չեն, բայց հանրությունը ինչ որ բաներ մերժում է, ինչ որ բաներ խրախուսում է։ Կարող է մեր
մերժման ու խրախուսման մեխանիզմների մեջ է խնդրեմը։ Իհարկե շատ բաներ իներցիայով է մերժում, շատ բաներ սխալ է խրախուսում, իհարկե կան, եւ ես ուզում եմ ասեմ, որ սա մենակ կանանց չի վերաբերում։ Ես ուզում եմ ասել, որ տղաներն էլ են դառնում շատ անգամ թիրախավորման օբյեկտ եւ արվեստով զբաղվող տղաները, մի քիչ բոյով տղաները, մի քիչ կոլոտ տղաները, մի քիչ շեք տղաները, մի քիչ սև տղաները։ Միշտ կգտնվի մի բան, որի համար մարդուն կարելի է թիրախավորել, բայց ամենակարևորը որ դրան հակադարձելու ունակությունը ձևավորվի, որովհետև մենք այսօր նաև on-line հարթակներում մեծ խնդիր ունենք մեր դեռահասների շրջանում։ Պետք է ամեն դեպքում սովորեցնելով լինի, որ շատ մարդիկ սովորեն, որ չի կարելի մարդուն ձայնի համար։ Մի քիչ էլ անկախ լինենք հանրային կարծիքից, մենք շատ ենք տեղ տալի, այո։ Բան սովորեցնել եւ դա երբ պետքա ինչ որ դպրոցից գուցե էլի այդ են գալիս մեր ոլորտ սովորած սկսած բան անենք էլի արժեքներ, թե ինչ արժեքներ են խրախուսելի, որոնք ոչ թե հակառակ, ամեն գլխի վրա շուրեկած է հիմա շատ դեպքերում, բայց ես զգում եմ որ փոխվում է, որովհետեւ ես էլ դու էլ երևի ավելի լավ գիտես, որ Հայաստանը այդպես շատ ուժեղ նորաձև է եղել Հայաստանում քրեական ենթամշակույթը ու հիմա այն որ նորաձևության ալիք փոխվում է դեպի կրթություն, այդ ամբողջ բանը միտումը կփոխի էլի մարդկանց։ Ահռելի են փոփոխությունները, միանշանակ, դա չես կարող չնկատել։ Իմ մաման էլ է եղել քաղաքականության մեջ եւ երբ որ ինքն է կիսվում իր փորձառությամբ, այսօրվա մեր փորձառությունը երբեք չես համեմատի, օրինակ մեզնից մի սերունդ բարձր անձանց հետ եւ հաջորդիվ մեր ճանապարհ ենք հարթում հաջորդ բանի համար, հաջորդ մարդկանց ճանապարհը ավելի սահմանացնելու համար անցած անգամ որ սոնայի հետ խոսում ենք պատմել որ երբ որ ինքը խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորներ դա top 1 լուրն էր իր հետ կապված ինքը իր հետ կապված ուրիշ լուր չկար բայց երբ որ արդեն հաջորդ սերունդում ուրիշ երիտասարդ կանայքական ովքեր ամենաերիտասարդներն էին իրանց մասին այլևս դա top լուր չէր որովհետեւ մի հոգ վրա որ դա անում են հետո հեշտ բան կյանքը փոխվում է էլի լրագրողների աչքում էլա փոխվում անահիտ չենք կարող շրջանցել քո հետ կապված ամենաակտուալ հարցը մեր ապահովագրությունը ինչ վիճակում է լավ վիճակում հա նախ ես կարծում եմ որ այս բարեփոխման ներդրումը շատ Բայց չիմացար, այդ ընդդիմությունն է պարտադրել որ ներդնես։ Հա, իհարկե։ Ուրեմն լավ է ամեն ինչ։ Ուրեմն լավ է ամեն ինչ, նշանակում է, երբ որ մարդիկ ուզում են այդ պատմության մասը լինել, նշանակում է դա հաջողության պատմություն է։ Իհարկե, սա ճանապարհ է եւ մենք դեռ առաջին մեկնարկը կարող եմ ասել բավական սահուն ենք անցել, որովհետև ներառում է 1.600.000 հոգի, ներառում է մոտ 40,000 մասնագիտական հանրույթ եւ ըստ էության մեկնարկը լավ ենք սկսել։ Հիմա պիտի շատ արձագանքող լինենք ընթացիկ բարեփոխման իրական կյանքում փոփոխություններ անելու։ Այդ անհամբերությունը եւ մեր հանրային կյանքի ամենաբնորոշ ձևերից է, որ մենք տարիներ առաջ մեր ոլորտում կրթության ոլորտում ներդրում մեր ատեստավորումը, բա ուր են ձեր 700,000 ստացող դասատուները, ուր են ձեր բարձրացած աշխատավարձերը, հիմա գիտես որ Հայաստանում ամեն երրորդ ուսուցիչ ատեստավորված է եւ տարիների ընթացքում մենք հասել ենք այդ արդյունքին, ընդ որում փուլարփուլ ենք էլի ներդրել ինչ որ դասարանների ուսուցիչներ էին, հետո մնացած բոլոր դասարանները, բոլոր առարկաները ավելացան, փուլարփուլ ենք ներդրել։ Հիմա այդ արդյունքը ունենք այս տարիների ընթացքում եւ բնականաբար այդ հարցը չի ընջում, բայց այդ առաջի օրերին են որ բա ուր են Ժորժնաց սպասեք կլինեն։ Ուր են գնացքները, բա ուր է ձեր բանը Թրամփի ուղին, բա ուր է ձեր մալուխները։ Ու հիմա մոտարապես այդ ուր են քո բուժված հիվանդները։ Չէ, ես բուժված հիվանդները կան արդեն, փրկված կյանքերը կան։ Վիճակագրություն եթե կա, այս բանը դա բարձր շատ համեստ վիճակագրություն ալնելու հետ էլ ասենք նոր։ Նո, այսօրվա դրությամբ երևի արդեն մոտ 200,000 այց ունենք գրանցված։ Այստեղ կան թե հիվանդանոցային, թե ամբուլատոր, թե դեղորայքի առումով ունենք, գիտես, երբ որ վիճակագրությունը ներկայացնում ես, հետո գալիս ես մի մարդու կյանքի պատմությանը, այդտեղ է երևում։ Մի մարդ, ով որ եթե այսօր էս չլիներ հնարավորությունը, ծանր, եթե չասեմ կյանքի կորուստ կունենար, այսօր այդ մարդը ապրում է։ Այսօր այդ մարդը
չի մտահոգվում իր դեղի համար, որ պիտի ամսական վճարներ անի, ինչը իր կենսաթոշակի մեծ մասներ կազմելու։ Այս արդյունքը կոնկրետ մարդու կյանքում, երբ որ շատերը ինձ իմ ընկերներից էլ ասում են, գիտես, մաման, պապան նենց են ուրախացել, առողջ են, բան չեն օգտվում այդ համակարգից, բայց նենց են ուրախացել, ասում են, որովհետև դա նաև ապահովության զգացում է, երբ որ դու գիտես, որ գոնե այն ամենաանհրաժեշտ իրավիճակներում չես հայտնվի անելանելի իրադրության մեջ, սա է ամենակարևորը։ Բացի դրանից սա առողջության մասին հոգ տանելու ճիշտ ձևն է։ Սա էլ է շատ կարևոր, այսինքն մենք անցում ենք կատարում հասնել վերակենդանացման բաժանմունքից մինչև առողջ ժամանակ տարեկան զննում անցնել, սկրինինգ անցնել, սովորել հետևել առողջությանը, չխուսափել բժշկի մոտ գնալուց, որովհետև դրա արդյունքում դու գիտես, որ այդ քայլերն էլ կկարողանաս ապահովես։ Ու մեր մոտ մշակույթ է փոխվում, Թագոյի, այս մասով էլ է փոխվում։ Հուսա, որովհետև մամայի պապայի սերնդին համոզել, որ իրանք գնան իմ մամային պապային համոզեմ, որ իրանք առողջ ժամանակ գնան բժշկի, դա անհավանական բան է իմ համար, ես չեմ կարա տես բան անել։ Կլինի, եւ կտեսնես, որ կփոխվի։ Ինչու են նաեւ շատ ժամանակ խուսափել, որովհետև երբ որ գնաս, գուցե մի բան հայտնաբերվի։ Եթե հայտնաբերվեց, հետո այդ դրա տակից ինչ պետք է։ Դա շատ լուրջ խնդիր է, այո։ Եվ դա նաեւ մեր ավակ սերնդի անկախության ինչ որ առումով հանգամանք է, այո, պետությունը իրանց մասը վերցրել է, երեխաների մասով էլի վերցրել է, եւ ասում եմ, սա ճանապարհ է, մենք անցել ենք քաղաքակիրթ առողջապահության շրջափուլ։ Հիմա զարգացումը անվերջ է, որակի առումով, գործընթացների հեշտացման առումով եւ այլն, պացիենտների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության առումով եւ հակառակը, այո, չեն կարող ակնկալել, որ մեկ գիշերում բոլոր բժիշկները կդառնան աշխարհի ամենաբարեհամբույր անձինք, բոլոր պացիենտները եւս կդառնան, սա ճանապարհ է, բայց պիտի տեսնես նաեւ փոփոխությունների ընթացքը։ Արի շատ բան անենք, պրակտիկ օրինակների վրա պատկերացնենք, հիմա պատկերացնում մի 65 տարեկան, 65-ից բարձր է, չէ՞ կարծեմ։ Այսինքն կան մարդիկ, ովքեր թոշակառու են, բայց շահառու չեն, 64 տարեկան տղամարդիկ։ Այո։ Այսինքն կա տենց խումբ։ Այո, իհարկե կա։ Պետք է նկատի ունենալ, որ չասենք բոլոր թոշակառուները։ Դրա համար մենք միշտ ասում ենք 65+, որովհետև մեզ համար տարիքն է եղել շեմը ընտրելու։ Մենք ունենք ուրեմն նաև մասնագիտական թոշակ ստացող 45 տարեկան անձինք։ Դրա համար կարգավիճակը տարիքն է։ Այսինքն մի 67 տարեկան մարդ մեզ հիմա նայում է ու մտածում է, որ այս վերջերս ճնշումը բարձր է, բան գլուխը պատտվում է, պատկերացնենք, բայց չգիտի ինչ խնդիր ունի, բայց այդպես իրան էքան էլ լավ չի զգում։ Ինչ անի ինքը հիմա որպես շահառու։ Ուրեմն նախ պետքա դիմի իր թերապևտին եւ դա շատ լավ կլինի, որովհետեւ մենք այդ իրավիճակները շատ ունենք, եթե 67 տարեկան անձը ամեն օր ճնշում է ունենում, մի հատ բայց գլխացավի դեղ է խմում ու ասում է ոչինչ կանցնի, այսօր հոգնած եմ ուղակի։ Այո, այսինքն կախված նրանից ինչն է բարձրացած նա։ Ու երբեմն էդ էլ է շատ խառը էլի։ Միջոցները ինչա կիրառվում։ Հա, մարդիկ սիրում են այդպես բաները։ Նեսոնի Ղարաբաղնիսը ունենք մենք այդ։ Դիմի իր ընտանեկան բժշկին կամ թերապևտին։ Առաջի քայլը դա է։ Առաջի քայլից հետո արդեն իրան կուղղորդեն ինչ կհայտնաբերվի ինչ ընտանեկան բժշկին կամ թերապևտին, ասենք դու հիմա կարող ես չհավատաս, բայց մարդիկ կան իրենց ամբողջ կյանքում իսկապես բժշկի չեն գնացել։ Իհարկե։ Պետք է գնան իրենց ամենամոտիկ պոլիկլինիկան։ Ամենամոտիկ պոլիկլինիկան, իրանց նախընտրած պոլիկլինիկան, կարան ուրիշ տեղի, կողքի գյուղի պոլիկլինիկա։ Այո, իրանց գյուղի ամբուլատորիան եւ այնտեղ կցագրվեն։ Սովորաբար բոլորը կցագրված են, բայց չգիտեն որտեղ են կցագրված։ Սա էլ արդեն շատ հեշտ է պարզել, հեռախոսի մեջ երևում է։ Արմեդի մեջ երևում է։ Սիրելի մարդ, քաշում ես Արմեդը առաջին գործողությունը Արմեդ հավելվածը քաշելն է, որը Արմեդ հավելվածը նախ ունենալը նշանակում է դու կարես բոլոր շատ գործողություններ հենց այդտեղ անել։ Google Market
գտնում ես Armed, Armed, չէ՞, ճիշտ եմ ասում։ Այդ շատ կարևոր է, իրական թեմատը տեխնիկականը մենք շատ կարևոր բաներ ենք ասում, այսքան շահառու, այսքան մարդ փրկված կյանքեր, բժշկական անձնակազմի վերաբերմունք եւ այլն։ Մեկը մարդիկ ջուր բան են, չգիտեմ որ էփ քաշեն, այդ էլ իհարկե կա, չգիտեմ դուք սոցիալական հոլովակներ ունեք, ուղեցույցներ եւ այլն։ Ունենք, հոլովակներ ունենք, ոնց քաշեն, ոնց նույնականացվեն, մոռացել են գաղտնաբառը, ինչպես վերականգնեն, էս էլ հավանական բանն է, որտեղ Armed-ը շատ պոպուլյար էր կոവിഡ്ի ժամանակ։ Օրինակ ես վերջի անգամ Armed կոവിഡ്ի ժամանակ եմ մտել ու հիմա որ մտածում եմ կարող է պետք է։ Հիմա հարց կես չգիտեմ։ Ես շահառու եմ։ Այո, քանի որ պատգամավորների աշխատավարձը 200,000 դրամից ավել է, դու շահառու ես։ Ալիցի ուրեմն Հայաստանում շատ մարդիկ են շահառու։ Քանի շահառու ունեք այդ գծով, այդ տողով գիտես։ Աշխատավարձ ստանալու առումով 290,000-ի չափ են։ Ես կարծում եմ կաճի, որովհետև Նոր Պապայանը այս նոր աշխատատեղերի թիվներ ասում ու ինքը շատ անհավանական թիվ էր։ Ես նույնիսկ բան արեցի, փորձեցի ճշտել արդյոք բան չկա, վիրիպակ չկա, որովհետև դա նշանակում էր մոտ այն թիվը, որը ես եմ տեսել 800,000-ից ավելի էր։ Նշանակում էր, որ մենք 17-ից այսքան կրկնակի ավելացրել ենք աշխատատեղերը Հայաստանում գործող, ընդ որում ոչ պետական ապարատի հաշվին, դա էլ նկատի ունենանք, ու ես այդ արդյունքը ես ուղղակի միշտ մտածում որ Հայաստան կան պոտենցիալ չունի, որ այդքան բնակիչ չունի, դե պատկերացնում ես, ինչքան թոշակառու, ինչքան անչափահաս կա, որ 1 միլիոն մարդ աշխատի, բայց բարձր ունենք Ունենք եւ դեռ էլի ունենք պոտենցիալ։ Դե 1 միլիոն չի այս պահին, բայց ասենք եթե Հայաստան 1 միլիոն աշխատող լինի, ես կհիանամ այդ Հայաստանով։ Ես կարծում եմ կլինի եւ մենք այդ ճանապարհին ենք ու աճի տենդենսն էլ դա ցույց է տալիս։ Այո։ Բայց այստեղ մի ուրիշ հանգամանք էլ ունենք։ Այսօր գրանցված աշխատող լինելը շատ ավելի ձեռնտու է դարձել, քան թե սայվով աշխատելը։ Այս քահանաներն են ուզում գրանցված աշխատողներ դառնան այս բանի պատմությունների։ Իհարկե, ապահով ավելի էլի, իհարկե, օրենսդրական առումով եւ սոցիալական երաշխիքների առումով։ Եվ պետությունը ըստ էության վճարած հարկերից մեծ մասը նորից վերադարձում է հենց կոնկրետ ուղիղ այդ քաղաքացուն։ Ուրիշ բան որ մյուս հարկերն էլ ուղղվում են իր ճանապարհ, դպրոց, հիվանդանոց եւ այլնին, բայց հենց կոնկրետ եկամտահարկի առումով ուղիղ վերադառնում է քո առողջության, կրթությանը։ Լսեցիր որ Ժաննային հարցրեցի մի քանի օր առաջ թե քանի նոր կազմակերպություն է երաշխավորել կրթական, այսինքն եթե մենք տարեկան ունենում ենք մոտավորապես 80 նոր կազմակերպություն, որ երաշխավորում են կրթական ծառայությունների համար, մենք նախորդ տարի ունեցինք 800 կազմակերպություն, պատկերացնում ես։ Համարյա 1000 կազմակերպություն գնացի երաշխավորվել է այդ տողով որպեսզի մարդիկ գնան կրթություն ստանան, չգիտեմ առողջապահության ոլորտում մեզ մոտ էլ բազմաթիվ ատամնաբուժական կլինիկաներ են ուրեմն միացել ծրագին, որովհետև մեր մասով էլ դա էր շատ կարևոր, որ ավելացել էր սոցկրեդիտների վերադարձի մասով եւ որ ոլորտը նայում ես փոփոխությունները ուղղակի ակներև են 800 բան էլի երաշխավորված ծրագիրը նշանակում է այդքան գրանցված աշխատող եւ գուցե կազմակերպություն, հա, եթե օրինակ իրանք լեզվի ուսուցման կենտրոն էին, տենց տանը անգլերեն էին սովորացնում կամ չգիտեմ գյուղում բան էին, ասեղնագործություն էին սովորացնում, ինչի մասին է էլի այս պատմությունը, երբ որ ասում ենք 800 երաշխավորված, այդ մատ չգիտեմ, ինչ որ մեկը բան է, դարբին աշակերտներ ունի իրանց տարածքում, լավ գործերք ունի, ինքը գնաց է երաշխավորվել է, դա անում է վճարովի, դարձել է աշխատատեղ, այս կրթականի մասով դա շատ ծավալուն է, էլի ձեռագործ, չգիտեմ, լեզուներ, ինչ որ խմբակներ, գուցե ինչ որ բաներ կան, որոնք դառնում են վճարովի եւ երաշխավորված եւ այս պատկերի վրա դա էական ասում է, էլի բոլորը ուզում են աշխատել, որպեսզի կարողանան կրթության աշխատանք կրթություն բան շղթան Իհարկե ու ըստ այդության 2018 թվականից հետո մենք նավթ չենք հայտնաբերել այսպես բան եմ ասում բայց եթե նայում ես մեր տնտեսության աճը եւ աշխատատեղերի ՀՆԱ-ի մեր ծախսային հոդվածների առումով բա այս ամեն ինչը հնարավոր է դարձել ռեսուրսն էլ
ժողովրդավարությունն ու արդարությունն է։ Սա էլ է ռեսուրս, էս էլ է շատ կարևոր էլի ընկալել, որտեվ ու ազնվությունն էլ է ռեսուրս։ Ռեսուրսը իհարկե նաև քաղաքական տրամաբանությունն է, որովհետև պետք է տրամաբանություն լինի որոշումների մեջ, որ խթանի բոլորին բան աշխատել եւ սովորել, էս է մեր տրամաբանությունը հիմքում էտա դրած ինչ անում ենք, իմաստը էտա որ աշխատել եւ սովորելու խրախուսենք, բայց նաև ես ուզում եմ քեզ ասել, որ ես բան էի, տենց էլի հետազոտություններ են նայում 2020 թվականից հետո աշխարհի իրավիճակը, որտեղ գիտես կոവിഡ്ի պատճառով տնտեսությունների մեծ մասը բանա հետընթաց է ապրել։ Բայց Հայաստանը այն քիչ երկրներից է, որ հենց 2020-ին կարծեմ ունեցել է 7 եւ ավելի տոկոս, այսինքն մենք մեր միջին պահել ենք, բայց մեր ընկած տարին կարող է մի քիչ 7-ից պակասը 21 կամ 22-ներ, ոչ 20-ը, ու դա շատ տարօրինակ է։ Շատ տարօրինակ է, մեզ բազմաթիվ միջազգային գործընկերներ, որոնց հանդիպում ենք, ասում են ձեր գաղտնիքը կասեք։ Քո կարծիքով մեր գաղտնիքը ո՞րն է։ Ես ունեմ իհարկե կարծիք, բայց ոնց է այդ տարօրինակությունը էլի մեզ հետ տեղի ունենում, որտեվ թողած կդժգոհեն մարդիկ ընդհանուր առմամբ ինչ որ ու լավ է նորմալ է մարդիկ եթե խնդիր ունեն թող դժգոհեն, բայց համաշխարհային համապատկերի մեջ Հայաստանը լիք տողերով իր տեմպերով առաջ գնացող է կամ առնվազն իր տեղում մնացել, հետ չի գնացել։ Ես օրինակը բերեմ քեզ կյանքի միջին տևողության առումով։ Այսօր Հայաստանը տարածաշրջանում ամենաբարձր թիվ ունի 78.6, որն է դրա գաղտնիքը։ Ես նաև ֆիքսեցի, որ այս ընթացքում 50,000-ով թոշակառուների քանակը ավելացել է, ընդ որում կոവിഡ്ից հետո լիքը երկրներում պակասել է, բայց Հայաստանում 50,000-ով ավելացել է ու դա ոչ թե բան մարդիկ արագ մեծացան, որ գնան թոշակի, որտեղ թոշակները թոշակառուները օրինակ չգիտեմ առողջապահական ապահովագրությունն են, բայց բան է էլի, այդ էլի Արի մի հատ ընտանիքի օրինակի վրա բերենք։ Ընտանիք 4-5 հոգանոց ընտանիքը մինչև 18 թվականը ընտանիքի պապան ընտանիքի եկամուտների մեծ մասը տանմա կազինոյում խաղում էր։ Ներդրում չեր անում երեխեքի կրթության մեջ, ասում էր որ տենց էլ յոլա կգնան եւ կինել կնոջներ փող չեր տալիս, որ չգիտեմ տունը կարգի բերի կամ ճիշտ ռացիոն կազմի կերակուրի եւ այլն։ Ինչն է այստեղ խնդիրը։ Ազնվությունն է եւ ռեսուրսների բաշխման հարցն է։ Երկու բան կա։ Բոլոր երկրներում ռեսուրսը սահմանափակ է։ Կարևորը թե ոնց է բաշխվում այդ ռեսուրսը, ինչքան արդար է բաշխվում ու ուր է գնում։ Գաղտնիքը դրա մեջ է։ Այսօր ասում եմ, ես իրական շատ տարօրինակ եմ համարում, որ կյանքի միջի տևողությունը բարձրացել է, որովհետեւ մի քանի պատերազմական իրավիճակներ են ունեցել եւ պատերազմ մեծ, որը եթե վիճակագրական արդյունքը նայես իրա, ինքը ասում է կյանքի տևողության ընդհանուր միջինի վրա, որովհետև հիմնական պատերազմից դուրս են երիտասարդները, ու այդ իմ համար շատ հետաքրքիր ֆենոմեն է, թե ինչա տեղի ունեցել Հայաստանում, ես դրա այդ բանով հետքերով կգնամ, այդ թոշակառուների քանակի ավելացման հետքերով էի գնացել նախորդին, այդ պետք է էլի հասկանալ ինչի է ամեն ինչ դեպի լավը վիճակագրական առումով գնում եւ ինչն է դրա պատճառը, ես իհարկե վստահ եմ, որ դա ժողովրդավարությունն է, այն որ մարդիկ ընտրել են ժողովրդավարությունը, որովհետեւ դա ամենաարդար ձևն է ապրելու, փոխհարաբերվելու, ու եթե մեր տնտեսությունը աճել է 20 թվականին, դե պարզ է 18-ին, 19-ին ներդրված բաներ, իրանց արդյունքներ սկսել են 2021-ին ցույց տալ։ Դա նրանից է, որ դու ուղղակի ժողովրդավար ես հարկային քաղաքականության, բիզնեսի հարցում քո բանը վերաբերմունքը հավասար է, հնարավորություններ տալն է։ Էդ է մեզ այսպես ասած պահել էլի, այդ շատ մեծ ճգնաժամերի ժամանակ, օրինակ եթե ինձ ասեին, որ տենց ճգնաժամեր են գալու Հայաստանի հետ կատարվեն, ես կարող եմ մտածեի, թե դրանից դուրս գալ հնարավոր չի։ Չէ, հնարավոր եղավ։ Եղավ եւ այս դրանք ավելացնենք նաև հաշվետու լինելը, հենց ժողովրդավարության էությունը է դա։ Հիմնական բաներից մեկը, տողերից մեկն է։ Մենք աշխատում ենք օր ու գիշեր, որ մեր քաղաքացին մեզնից գոհ լինի, թագոյի, էտա։ Մենք ուշադիր ենք իր կարիքին, իր բողոքին։ Ինչի, որովհետև դու քաղաքացուց ես ստանում այդ բանը։ Իրական այդ մարդիկ, ովքեր որ
պատմում են, որ իրանք բանը ուրիշների միջոցով կգան իշխանության, հետո ձրիկ աշխատեն եւ հարկերից այդ քաղաքացու վճարներից փող չեն ստանա, ուրիշներից կստանան այդ փողերը, չեն հասկանում, որ այդտեղ բանը խզում կա, չես կարա դու ծառայես նրան, ով այդ բարձա որ աշխատանքը մեկից փող ստանաս մի ուրիշին ծառայես չի լինում այդպես։ Օրինակ մենք որ կուսակցությունների մասին օրենքով փոխում են կուսակցությունների հարկերից վճարման մեխանիզմը, որ ինչքան ձայն ունես, դրան համապատասխանաբար բյուջեից փող են տալիս, շատ մեծացրինք եւ մի 10 անգամ գործողից, մեզ ասում են ոնց կարելի է պետ բյուջեից կուսակցություններին փող տալ, այդ թվում եւ ընդդիմությանը, հա, բայց այդ տրամաբանությունը որ քո քվեների քանակով է քո ֆինանսավորումը ապահովում եւ պետ բյուջեից քեզ ստիպում է գնալ աշխատել այն մարդկանց համար, ովքեր քեզ քվե են տալու, եթե դու մի օրինակ օլիգարխից կամ մի բիզնեսմենից, մի չորոտարերկրյա կազմակերպությունից բան ստանաս, մեծ նվիրատվություն ստանաս, քո աշխատանքը, քո քաղաքականությունը ում շահերին է ուղղված լինելու։ Ակնհայտ է։ Այստեղ մի բան էլ կա, ժողովրդին եւ մեր այդ ազգային իմաստությանը չճանաչելու ու չվստահելու մեծ խնդրեմ ունին այս մարդիկ։ Ոնց որ ես պետք է ասեմ Քոչարյանը անհաղորդ մնաց Հայաստանի ժողովրդի մտածելակերպին, արժեքներին եւ նույն Սերժն էլ այս նույն մեր ձևիստներն են, նրան ձևիստներն են, անհաղորդ են մեր լեզվամտածողությանը, մեր մշակույթին, արժեքներին ու դրա համար չի ստացվում այդ ոնց ասեմ սլոգանի առումով անգամ երբ որ ասում ես մեր ձևով դրա մեջ ագրեսիվ բռնության էլեմենտ կա եւ դա չհասկանալ ու դա դնելը օրինակ որպես սլոգան շատ հետաքրքիր է դե կարգախոսը երևի իրանց վերջի խնդրեմն է Բայց կարգախոսները նաև հավաքական սիմվոլ են։ Իրանք շատ նուրբ լեզվամտածողության արտահայտում են։ Ես գիտեմ, ով է ասել։ Այսինքն բանն է, ասել օրինակ վարչապետի այդ հաջողության մեծագույն գրավականներն է, որ կարողանում է լավ խոսել հայերեն։ Որ հիմա ասում եմ կարող այս ամբողջ հայկական էլի հայաստանյան միտք ունենա կարող է ինչ որ բաներ կարող մարդկանց բան թվա ոչ այնքան բան ակադեմիական թվա տեքստերից բայց ինքը շատ հայաստանյան է եւ այդպես խոսել կարողանալը շատ մոտեցնում է մարդկանց միմյանց ընդ որում չհատելով էլի այդ բաները սահմանները ինձ համար շատ հետաքրքիր է օրինակ ես որպես լեզվաբան շատ հետաքրքիր է հետևել մարդկանց բան տեքստի քերականական կառուցվածքին եւ ես շատ հաճախ նկատում եմ որ շատ գործիչներ ովքեր առերևույթ գրագետ են խոսում իրանք շատ ռուսաբանություններով են խոսում կամ անգլիաբանություններով էս վերջերս ավել տարածված է այսինքն այդ պատրաստի ռուսերեն նախադասությունը թարգմանում են հայերենի ու իր կառուցվածքը լսում ես ռուսերեն է բառերը հայերեն են բայց հայերենին հատուկ կառուցվածք չի այդ բան այդ բանը նրանումն է բանը հայտնի չգիտեմ ինչը հանդիսանում է եւ այլն էս պատմությունը եւ հակառակը օրինակ վարչապետը որ օտար բառեր է օգտագործում այդ շատ նման է այն հայտնի բանին էլի անեկդոտին որ ասում է ուգլի մագազինումը կալբասի օչեր է դա այսինքն ինքը շատ հայերեն բանի կառուցվածքի մեջ է դրած եւ ես կարծում եմ լեզուն առաջին հերթին կառուցվածքն է այդ մտածելու կառուցվածքա մեզ փոխանցում քան բան էլի այն հայկական կառուցվածք կարելի է դասել չէ հայկական կառուցվածքներ կան մեջը հայերեն բառեր դրած ու ինքը շատ բան է էլի տարօրինականում օրինակ իմ ականջին տարօրինականում ես աններ չեմ տա բայց կան ընդդիմադիր գործիչներ թե խորհրդարան թե խորհրդարանից դուրս որ այնքան ճիշտ են հայերեն խոսում բայց չեմ կամ իրանց ասածից ներվայնանամ այդ իմ համար շատ զգալի թեմա է դե իհարկե դե քաղաքական գործիքը խոսքն է եւ հա խոսքը ես միշտ երեխեքին ասում եմ եթե դուք չգիտեք ինչն է ճիշտ ինչ սխալ մտածում եք կարող է բանը ճիշտը սենցա թե նենցա մի հատ հիշեք ձեր տատիկը ոնց էր ասում քերականական կառուցվածքով ամենայն հավանականությամբ ինքը ճիշտ ասած կլինի ու այդ որ ասում եմ վարչապետը շատ մոտ է խոսում ինքը հենց այդ իմաստով էլ այդ կառույցների իմաստով շատ բան է խոսում այդ
տատիկների քերականական կառուցվածքի բառից լավագույն իմաստով կառուցվածքով ու ես մտածում եմ որ իհարկե լեզվամտածողությունը այնքան կարևոր է քաղաքականության մեջ, այնքան կարևոր է, եթե ապավինում ես ընտրություններին։ Այդ չես ապավինում ընտրություններին կարևոր չի։ Ոչ մի բան կարևոր։ Որտեղ իրականում ինձ որ նայում ես, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանն էլ որ ընտրվել է ժամանակին ու ըստ էության 91-ին, հա, այն ժամանակվա մտավորական էլիտայի եւ հանրային շրջանակների համար հետաքրքիր խոսքն է ունեցել, հետո դե չեն եղել ընտրություններ, ոչ ոք չի ընտրվել, մինչև 18 թվականը ու էլի տեքստը սեղ շատ կարևոր է։ Ես հիշում եմ հեղափոխության ռետորաբանությունը բաներ դες մի հիշում ես երևի բան մարդիկ շնչակտուր սպասում են այդ օրը երեկոյան բան անեն դեն Նիկոլը ինչ ասելու ու եթե նույնիսկ այդ ելույթը 2 ժամ էր մարդիկ չէին զգում այդ ժամանակը ոնց անցավ դե խոսքը փոխում է իրականությունը փոխում է խոսքը ու ստեղծում է իրականություն խոսքը ոնց որ տեսնում ենք դրա համար դա էլ է շատ կարևոր որ ձևակերպելը տեքստերի ձևակերպելը շատ կարևոր է նույն մեր 4-րդ հանրապետության տեքստը ինքը պիտի լինի պիտի ստանար միսու արյուն խոսքի ձևով որ նաև իրական կյանքում արդեն մատերիալիզացվի մեր առօրյականության մեջ Դե հա, իսկապես գաղափարներ սկզբում ծնվում են, հետո են բան նյութականանում։ Ես հիշում եմ բանի իհարկե մտով էլի հետ եմ գնում, այդ հեղափոխության ժամանակ գրված երգը ինչքան ազդել է։ Երգի տեքստը ոնց է ազդել մեր վրա ու հեսա առաջիկայում երգ ունենք, հույս ունենք դա էլ մեր բանի ընդհանուր իրողությունների վրա էական կազմի երգը հավանում է իդեպ։ Հա, որովհետև արտահայտում է տրամադրությունը, ինքը համահունչ է այսօրվա ռիթմին, տեմպին, զգացողությանը Շատ հետաքրքիր է որ այդ ժողովրդական երգեր երգող խումբն է աշխատել երգի վրա ու իրանց հետ աղջիկների ձայները շատ ժողովրդական մեջ շատ ժողովրդական են հնչում, բայց ես տեղել եմ լսում ինչ որ այդպես արանք կա էլ ժամանակակցի ու ժողովրդականի այդ Ես իրանց սպանում եմ այդ ընդ որում կան ժողովրդական երգեր, որոնց ես իրանց երգելուց եմ գնաց սրճարես ինչ էս այդ այգե բանը այս ինչ երգեր անծանոթ ոնց որ իրանք այդ առումով շատ հետաքրքիր են էլի աշխուհական արվեստը ներկայացնում չգիտեմ ով ճանաչում ով չճանաչում Քամանչա խմբի մասին է խոսքը Հա շատ տաղանդավոր երիտասարդներ են Համաձայն եմ ու հիմա իրանք նաև այս նոր տեքստն են երգում իրական Հայաստան երգի մասին է խոսքը եթե ինչ որ մեկը բացա թողել ասենք եւ կարծում եմ որ դա էլ մեր իրողությունների վրա որովհետեւ ձևակերպված է մեր իրողությունների վրա կազդի ու ես ուրախ եմ որ ինքը նաև դառնալու է տենց կյանքի ուրախության դիսկոտեկի երիտասարդության գնացվել է դիսկոտեկայի համար Ես գիտեմ որ այնքան շատ են ցանկացողները ոչ կուսակցական, ոչ պաշտոն ունեցող, որ մենք առաջի հերթը պիտի զիջենք երիտասարդներ։ Որտեղ դա ես երկի պրեմիերային էի, դու էլ ես չեն դե։ Այո, ես էլ եմ եղել, լսել եմ։ Հուսանք հաջորդիվ մենք էլ կմասնակցենք, բայց քանի որ ցանկացողները շատ են, հերթը կզիջենք։ Կարաս սովորես ինչ որ բանի վրա նվագել, մտնես բենդի մեջ։ Իսկ չի կարելի պարելով մասնակցել։ Կարելի է բան ինչ որ բենդի պար բեմադրել, բան տենց ինչ որ ժամանակակից բանի։ Եվ կարելի է խմբային պար, որովհետև այդ ֆլեշ մոբային տրամաբանության մեջ խմբային կարելի է։ Ժամանակակից երիտասարդության աշխարհը բանն է, չէ՞, այդ համահունչ սինխրոն երկպար երաժշտություն եւ շատով նույն բանը անելու մասին է։ Այդ կարելի է մտածել ու դու կլինես այդ պարի առաջնորդ։ Ամենահավանականը։ Մարտահրավերն ընդունել եմ։ Ամենահավանական բանը որ կարելի է այդ բանում այդ բենդում տեղավորվել երևի պարն է, չէ՞, հա, որովհետեւ ես օրինակ չեմ կարա առաջարկեմ երգելու ցանկություններ։ Իսկ երաժշտական գործիք նվագել գիտես։ Դե ես դաշնամուրի եմ գնացել 7 տարի եւ հույս ունեմ ես բանը հանգամանքների բերումով նաեւ մի քիչ շրթարմոն եմ փորձել նվագել, բայց փոքրիկ բաներ եմ կարող անել դրա համար շատ ժամանակ ու ջանք պետք է պարապել բան, բայց Ունակությունը ունես։ Մեխան տեխնիկան գիտեմ ոնց է աշխատում, բանը ժամանակա պետք որ ինչ որ բան օրինակ կոնկրետ պարապեմ եւ դա կարողանամ նվագել։ Բայց վարչապետի օրինակը ցույց է տալիս, որ ժամանակը կա։ Ալիսի ժամանակի կառավարման իհարկե բանը մաստեր կլասը վարչապետը ցույց տալիս։ Այդ արգումենտը չի աշխատում էլի։ Միշտ մտածում եմ որ
ես լավ եմ կառավարում ժամանակս, հասնում եմ շատ բաներ անել, բայց երբ որ տեսնում եմ վարչապետը ոնց է աշխատում, տենց հասկանում եմ, որ ես դեռ շատ հաճելու տեղ ունեմ։ Միշտ տենց է։ Ու մտածում եմ, որ ինչքան շատ բան ես անում, այնքան շատ ժամանակը ավելանում է, ինչքան քիչ ես անում, այնքան ժամանակը չի։ Ու նաև միշտ մտածում եմ, որ ամենայն հավանականությամբ հաջորդ վարչապետին հնարավոր է հաղթել, նկատում եմ քաղաքականապես։ Եթե իրանց ավելի շատ էներգիա ու բան են ասել, multitask լինես դրանից։ Այսինքն շատ բան հասցնես, ավելի շատ էներգիայով մարդը մենակ կարող հաղթել, այդ մարդիկ ովքեր ասում են, դե կարող եք գիտեք մեզ հաճելի է օրը 6 տեղ գնալ, ասենք այդ մարդիկ հաստատ բան են, էլի այս մրցակցության մեջ շռթում մեջ բան են, կորած են։ Պետք է հաճելի լինի օրը 6 չէ, 16 եւ 60 տեղ գնալ, էլի։ Այդ բանը ռիթմը, որ առավոտը նիստի այրիկունը կեսօրին բանի հանդիպման դրսում եւ երեկոյան դիսկոթեկի այդ նախանձելի ունակությունը։ Բայց այդ շփումներից նաև վստահաբար այդ որ ասում է, չէ, այդ մարդը, որ ինձ հաճելի է 6 տեղ գնալ այդքան մարդու տեսնել, շփվել, դա էլ է խոսում դրա մասին, որ եթե քեզ քո քաղաքացիների հետ շփվելը էներգիա չի տալիս, ուրեմն սխալ գործ ես ընտրել։ Հա, հետաքրքիր է, էլի, որ մարդիկ այնուամենայնիվ ուզում են այդ քաղաքականության մեջ լինել եւ առաջնորդություն ստանձնել, բայց մարդկանց հետ չշփվել։ Հա, չի լինում տենց։ Չի ստացվում այդպես։ Ես օրինակ, բան եմ, ինտրովերտ եմ ավելի շատ իմ էությամբ, այսինքն էներգիա ստանում եմ նաև երբ որ մենակ եմ։ Հա, դե ես բայց ստանում դրանից, իսկ բոլոր մարդիկ ստանում են էներգիա մենակ շփումել ես եւ հասկանում ես, որ շփումները իրանք շատ մեծ աղբյուր են էներգիայի։ Հա, բայց մեր շփումները ավելի շատ այդ բողոքներն են, էլի, բան, այդ իմաստով ավելի շատ ես վստահ եմ, որ մենք ավելի շատ բողոքող քաղաքացիների ենք ճանաչում, քան գոհ քաղաքացիներ, որտեղ գոհ քաղաքացին քեզ դիմում չի գրի գա, բանի, էլի, քաղաքացիներին դիմել, չնասի գոհ։ Չի գրի գա, բայց երբեմն դիմում են գրում շնորհակալություններ են հայտնում, բայց երբ որ դու ես գնում քաղաքացիների հետ հանդիպելու, երբ որ իրական շփումների մեջ այսպես բան ես անում, համամասնությունը շատ ակնհայտ է։ Մարդիկ շնորհակալ են, մարդիկ գոհ են ու այդ էլ է թյուր կարծիք, որ բողոքողները շատ են, որ մեր ժողովուրդը բողոքող է, չկա այդպիսի բան։ Չեմ ասում, որ մեր ժողովուրդը բողոքող է, բայց որ մեր աշխատանքի բերումով մենք անդադար ավելի շատ։ Հա, մեր խնդիրն է դա, այո, մեր ինչ որ բանից դժգոհ, ինչ որ բանից բողոքող, ինչ որ խնդիր ունեցող մարդկանց հետ ավելի շատ ենք հարաբերում, քան ոչ մի խնդիր չունեցող մարդը մեզ հետ խոսի։ Հա, կարիքը չունի մեր։ Բայց մենք իր կարիքը ունենք երբեմն հասնելու իրան էլ լսելու։ Այո, իմանանք որ գոնե մի քիչ հանգիստ լինենք այդ իմաստով, բայց նորմալ է, էլի։ Նորմալ է, իհարկե։ Շնորհակալ եմ Անահիտ, եթե ինչ որ բանն ես ավելացնել, կարես ավելացնես, իհարկե քեզ հետ կարելի է շատ երկար խոսել, բայց մեզ հատկացված ժամանակը, եթերաժամանակը կարծես թե մոտեն ավարտվել է։ Բայց մենք շարունակում ենք խոսել, որովհետև քաղաքացիների մասին պետք է շարունակել խոսել։ Ես եմ շնորհակալ այս հաճելի զրույցի, երբեմն շատ խիստ աշխատանքային հարցերից մի քիչ ավելի ընդհանուր հայցակարգային շփման այս ֆորմատը շատ հաճելի էր։ Դե հույս ունեմ առաջիկայում էլի հնարավորություն կունենանք նորից խոսելու այդ թվում եւ ընտրություններից հետո ես հույս ունեմ այս ֆորմատը շարունակել պահել, իհարկե տեսնենք ոնց է դասավորում իրավիճակը, մեզ աղավար ինչքանով են հատկացնում, ինչքանով չէ, որովհետեւ այստեղ դա բանը, քանի գնում ոդքասթները շատ են, աղավարի հերթեր են գոյանում։ Դա լավ է։ Եվ նաեւ հորդորենք մեզ դիտողներին մյուս ոդքասթներն էլ դիտել, ես դիտեցի ես բոլորն եմ նայում, որովհետեւ մեր այս աղավարի ոդքասթները, որովհետեւ դե գործընկերային բան կա, բայց նաեւ հետաքրքիր է իրական սովորում եմ շատերից, այս թե Վահագի ու Ռուբենի, թե Վովայի ու Բագրատի ոդքասթերը ու այս վերջին Բագրատի ու Վովայի ոդքասթ ինչ որ իդեաներ կան, որոնց հետ կապված իրենց հետ եմ կիսվե խորհուրդ եմ տալիս դեպ նայել, որովհետեւ շատ հետաքրքիր տեղերի են էլի կպնում իրանք երկուսն էլ, որտեղ Ռուբեն ու Վահագը ավելի շատ օրակարգային ընթացիկ, բայց իրանք նաև շատ փորձում են երիտասարդների համար լինել։ Չէ, եւ այս ֆորմատը նենց նրբություններ է բանանում, էլի,
թույլ տալիս անդրադառնալ նենց նրբությունների, որ շատ կարծում եմ այդ արագ ճեպազրույցների, ելույթների եւ բաների ժամանակ հնարավոր չի հարցազրույցների ժամանակ, այստեղ հնարավոր է խոսել նաեւ տենց բարդ բաներից կամ տարբեր բաներից, դրա համար հորդորում եմ բոլորին բաժանորդագրվել Civic-ի YouTube-յան ալիքին, էջին, հետևել բոլոր թողարկումներին եւ հատկապես բոլոր ոդքասթներին։ Դու ելս չէ հորդորում։ Այո, միանշանակ։ Ու համել առողջ եղեք։ Եվ առողջ եղեք, իհարկե առողջ եղեք, հույս չունեմ, որ սրանից հետո կհիշեմ, որ դա ասեմ, քանի առողջապահության նախարարը այստեղ է, հիշեք չմոռանաք առողջ լինել։ Շնորհակալություն Անահիտ։ Ես եմ շնորհակալ։